Նիկոլ Փաշինյանն ասում է այն ուժերը, որոնք ըստ էության խաղաղության իրական կողմնակի չեն, այսինքն ինքն է միակ խաղաղություն բերողը, պատերազմ են ուզում, մի քանիսին գերագլուխ ուժերը ասում, մյուսներին եւս ըստ էության ասոցացված եւ ասում է ում երեխեքի հաշվին եք ուզում, որպեսզի այդ խաղաղությունը չեղարկվի, նաեւ հաշվի առնելով, որ ձեր երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Աստված մի արած է, պատերազմի դեպքում ով է պաշտպանելու Հայաստանը։ Պատերազմի դեպքում նախ սկսենք նայած, որ դա 100% մանիպուլյացիա եւ սուտ է, ես գրեթե չեմ ճանաչում քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի, չկա։ Ես չգիտեմ քաղաքական ուժ, որը ուզում է որ պատերազմ լինի։ Սա 100% մանիպուլյացիա է։ Սա վախի վաճառք է կոչվում, այսինքն ասում են, եթե մենք չենք ընտրվում, ապա լինելու է պատերազմ։ Այնինչ միևնույն ժամանակ իրենք ասում են, մենք տեսեք, ուժեղացնում ենք մեր բանակը, ուժեղացնում ենք մեր պաշտպանության նախարարությունը եւ պաշտպանական դիրքերը, տարօրինակ խոսույթ է, որովհետև եթե դու ասում ես, որ դու պատրաստ ես, դու կպաշտպանվես եւ ինչի պետք է լինի պատերազմ եւ անգամ իրենք ոչ թե միայն մի քաղաքական ուժի հետ են պատերազմ եւ ոչ պատերազմը կա, արդեն մեկ մարդու հետ։ Իրենց որ հարցնես, կասեն, չէ, այ որ Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, օրինակ Արարատ Միրզոյանը եղավ վարչապետ, էլի պատերազմ լինել, այսինքն սա անընդունելի է։ Կապված պատերազմին մասնակցելու եւ ընդհանրապես բանակում ծառայելու, խնդրում եմ հանեք ցուցակը քաղաքացիական պայմանագրի, այնտեղ իրենք տեխնացուներ ունեն падգամորական, տեսեք ով է ծառայել, ով չի ծառայել։ Փառք Աստծո, ես ծառայել եմ մեր զինված ուժերում, եղել ենք նաև դրա մասին չենք սիրում խոսել, չենք ասում, բայց քանի հարցը տալիս եք, ասեմ, որ չստացվի, որ նաև հարգելով են 105 հոգուն, ովքեր մեզ հետ են, իմ հետ են եղել։ Ես ջոկատ եմ կազմել, մենք եղել ենք դիրքերում, իրական դիրքերում, ոչ թե ԿՊ-ի որոշ падգամավոր կամ գրեթե բոլոր падգամավորները գնացել են Հայաստանի տարածքներում, նկարահանվել են եւ ասել են մենք տեսեք, կռվում ենք, Փառք Աստծուն, մենք կատարել ենք մեր այդ սուրբ պարտականությունը եւ պատրաստ ենք միշտ կատարելու այդ սուրբ պարտականությունը։ Աստված մի արած լինի պատերազմ, բայց եթե լինի, մենք բոլորս պետք է մասնակցենք։ Ասացիք ձերբակալվածներ չունեք, իսկ ինչպես եք վերաբերում այս տոտալ ձերբակալություններին, հատկապես վերջին 2 օրը, որ հաստորեն Քարոզարշավի սահմանափակում կա։ Նախ ուշադիր հետևում ենք, ուզում եմ ասեմ Արտուր Օսիպյանի մասին, որ քաղ բանտարկել Արտուր Օսիպյանը ուղղակի իր ուղիղ խոսքի համար, հասարակ նորմալ բանավեճի համար այսօր բանտում է եւ նաեւ ուզում եմ իրեն առողջություն մաղթել, քանի որ հացադուլ է հայտարարել, սա աննախադեպ իրողություն է, անգամ իր իշխանությունների ժամանակ, այսպես, չգիտեմ, անհիմն չհիմնավորված կալանք, ես չեմ հիշում կամ եթե եղել են, ապա կներեք, ապա մենք ինչ ենք, բա մեր էվոլյուցիան, չեմ ասում ռևոլյուցիա, որտեղ ռևոլյուցիա չի եղել, բա մեր էվոլյուցիան ինչում պետք է կայանա, որ մենք քիչ այդ բոլոր այդ հին բարքերից ազատվենք եւ նոր պետություն ստեղծենք։ Իրենք գնում քվեարկում են պարլամենտում, որ մենք գնում ենք դեպի Եվրոմիություն, բայց իրենց գործելավարությունը շատ հեռու է Եվրոմիությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, չգիտեմ, բոլոր արդարադատությունից, մենք շատ հեռու ենք եւ այսօր նաեւ ուզում եմ ուշադրություն դարձնել, որ նաեւ իշխանությունը շատ տեղամասեր է տեղափոխել առանց զգուշացնելու, չեն զգուշացնում, չեն իրազեկում եւ իրենց բնականաբար ձեռք է տալիս, որ մասնակցությունը քիչ լինի, որովհետեւ իրենք ունեն հստակ ձայներ, որոնք իրենք այսպես թե այնպես ստիպելու են տարբեր վարչական ռեսուրս օգտագործելով, ստիպելու որ մարդիկ գնան ընտրության։ Նաեւ դիմելով մեր քաղաքացիներին, Ժողովուրդ ջան, եթե անգամ ձեր ղեկավարը, դուք պետական հիմնարկում եք աշխատում, ձեր ամուսինը, ձեր կինը պետական հիմնարկում է աշխատում, իրանց ստիպում են, ասում են գնացեք քվեարկեք, ասեք իհարկե ես ձեր ցավը տանեմ, կգնանք քվեարկենք, բայց գնացեք եւ քվեարկեք ձեր ուզած տեխնացուի համար, ձեր ուզած քաղաքական ուժի համար։ Ձեզ այդտեղ ոչ ոք չի տեսնում։ Դուք պետք է որոշեք, թե մեր պետությունը ինչպիսին պետք է լինի վաղը եւ բոլոր քաղաքական ուժերը պետք է ենթարկվեն ձեր որոշմանը։ Պարոն Մարությյան, նույն բանավեճի ընթացքում վերջին հարցը էլի Երևանի ավանդական դարձավ իշխանություն։ Ոչ, դրա պատճառով չի, դա այն քաղաքական ուժի պատճառով է, որը խաբել է իր ընտրողներին, խոսքը ես չեմ հիշում իրենց կուսակցությունը ինչպես էր կոչվում, Ալձերի խոսա, հանրային ձայն կուսակցությունը, այդ մարդը ովքեր, այդ բլոգերը, որը հանցագործ է նաև տարբեր հանցագործությունների համար հետապնդման, հետախուզման մեջ է, իրենք խոսք տվեցին, որ իշխանության դեմ են պայքարելու, բայց իրենց ձայները ապահովեցին, որպեսի քվորում լինի եւ ընտրվի իշխանական տեխնացուն, այսինքն Տիգրան Ավինյանը։ Այստեղ շատ կարևոր է, իրենք նաեւ խափեցին, ասեցին իրենց ընտրողներին, որ գիտեք, այ մենք գնացել ենք, ընտրել ենք, իրենք 7 ձեն ունեն, շատերը չգիտեն, դա շատ բարդ հաշվարկ է, բայց ժողովրդին ասում եմ, եւս մեկ անգամ ես սրանով ավարտենք, իրենք 7
մանդատ պետք է ունենային, որ այդ 7 մանդատը կարողանային օգտագործել իշխանապողություն անել քաղաքապետարանում։ Իրենք այդ 7 մանդատը, իրենք այդ 7 մանդատը չունեին, որովհետև 7 մանդատից մեկը կրում էր մարդ, որը բանտում էր, մեկն էլ Հայաստանում չէր։ Եվ իրենք չեն հանձնել իրենց մանդատները, որպեսզի մարդիկ վերցնեն մանդատը եւ ապահովեն ընդդիմության հաղթանակը։ Այսինքն իրենք բացի դրանից իրենք կարող էին քվորում չապահովել, որպեսզի իշխանությունը չվերարտադրվեր, այսինքն ԿՊ չվերարտադրվեր, իրենք գնացին հատուկ վերարտադրեցին այդ իշխանությունը եւ մենք լսել ենք, չունեմ փաստեր, բայց լսել ենք շատ տարբեր աղբյուրներից, որ դա արել են գումարի դիմաց։ Այսքանը շնորհակալություն կներեք 2018-ին էս հարցնեմ նոր գնացեք։ Ասում եք հարթակից ասում եք դիմելով հանրապետականներին, ասեցիք ես ոնց եմ ձեզանից զզվում։ Հիմա դա պրոյեկտ կարելի է ասել, որ պրոյեկտում եք ԿՊ-ի։ Ես պրոյեկտում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր ժողովրդի դեմ են գնում, ովքեր դեմոկրատիայի դեմ են գնում, մարդու իրավունքների պաշտպանության դեմ են գնում, այսինքն այն բոլոր սկզբունքներին, ինչի համար մենք պայքարում ենք։ Նույն բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը Անդրոսիկյանի մասով ասաց, որ նախկին գրառումներն են նաև հիմք դարձել, որտեղ որ կոշտ արտահայտություններ, վիրավորական արտահայտություններ կան, այսինքն ոչ միայն այդ օրվա բանավեճի ընթացքում հնչեցված է։ Հայտարարված է եղել այդ օրվա բանավեճի ընթացքում այդ օրվա գրառման մասին, կամ եթե դա եղել է մինչև այդ, իսկ այդ ինչու այդ մարդուն չէին գնում եւ չէին ձերբակալում։ Իսկն հստակ է այստեղ, պարզ է։ Գիտեք, չկա պետություն, անգամ այնտենց տոտալիտար ոչ մի պետություն, որտեղ իշխանությունները ասում են այո, մեզ մոտ կան քաղբանտարկյալներ։ Ես այդպիսի բան մարդկության պետությունների պատմության մեջ չեմ տեսել, պատկերացնում եք, որ պետությունը ասի այո, մեզ մոտ կան քաղբանտարկելներ։ Բոլորը ասում են, այս մի գործողության համար է, այս մի իրարացի համար է, այնտեղ մեկին ծեծել է, մեկին էս արել է, բայց դա բնականաբար սուտ է։ Բնականաբար այդ բոլոր մարդիկ, ովքեր քաղբանտարկել են իրականում, այո, քաղբանտարկել են, բայց իրենց համար օգտագործում են այլ հոդվածներ։ Այսինքն հոդված չկա մեր բանով սահմանադրությամբ քաղբանտարկելի հոդված չկա, պետք է այլ հոդվածներ կպցնել այդ մարդկանց։ Ես չգիտեմ ինչ կանի պարոն Փաշինյանը, ես իր գլխի մեջ ուղեղի մեջ չեմ կարող տեղավորվել, բայց ինձ համար անընդունելի է այսօրվա 21-րդ դարում 2026 թվականին մեր պետությունը, որ մենք գնում ենք, ասում ենք, հայտարարում ենք, գնում ենք դեպի Եվրոպա, գնում ենք այդ արժեքները, մենք այդ արժեքներն ենք ընդունում եւ ուղղակի մարդուն խոսքի համար ընդ որում ոչ ինչ որ վիրավորական, ոչ ինչ որ օրենքի խախտման, ուղղակի քաղաքական խոսքի համար բռնեն, նստացնեն։ Սա անընդունելի է եւ ես նաեւ մեր հասարակությանն եմ խնդրում եւ հորդորում, որ մենք բոլորս միշտ պետք է պայքարենք այս պրոցեսների դեմ, որովհետեւ եթե մենք դա չանենք, իշխանությունները հասկանալ են, որ իրենք մարսում են ամեն ինչ եւ այս ռեժիմը ավելի է խստացվելու եւ վերջում գալու են քիչ այսպես ավտորիտարիզմի, վերջում էլ տոտալիզմի։ Դուք ասում եք, որ կհարգեք ժողովրդի ընտրությունը։ Շնորհակալություն։ Ես ձեր կողմից եմ, դուք իմ կողմից, հերիքա երեխեք։ Որպես ընտրություններին մասնակցած քաղաքական ուժի ներկայացուցիչ, խնդրում եմ ասեք, հավասար պայմաններ կար քարոզարշավի ժամանակ եւ մասնավորապես գնահատեք լռության օրը, 3 լռության օր էր։ Հավասարության մասին ասեմ, հավասարության ամենաառաջինը հանրային հեռուստաընկերության մասով։ Տեսեք, դեբատները, ես դա ուղղակի մի րոպեի մեջ չհասցրեցի ասեմ, ուրեմն դեբատները արվում է լռության օրից 2 օր առաջ, հա, այսինքն վերջին օրը չէ։ Եվ սա շատ տրամաբանական է, որ դա պետք է լինի ավարտական, այսպես դեբատներ եւ բոլորը արդեն գնան, արդեն զբաղվեն իրենց քարոզարշավի վերջի օրը։ Եվ հանրայինը չպետք է օգտագործվի մեկ անձի համար։ Այնինչ հանրային հեռուստաընկերությունը, որը պահում է մեր բոլորիս հարկերով, չգիտես ինչի կոնկրետ մի տեխնացուի ու շատ պատահմամբ իշխանական տեխնացուին տալիս է, չգիտեմ, կես ժամ թե 1 ժամ եթեր, որ ինքը անցած օրվա այն դեբատներում ինչ սխալ արել է, ինչ վատ բան խոսած է, բայց ամեն ինչը սվաղի, հարթի, sense փաթեթավորվի ու հրամցնի իր ընտրողներին։ Սա անընդունելի է։ Պետք է լինեն դեբատները վերջին օրը, դրանից հետո ոչ մի քաղաքական ուժ հանրայինով, այլ հեռուստաընկերությունը, այստեղ բազմաթիվ հեռուստաընկերություններ ներկա, ով որտեղ ուզում է թող գնա, ինտերվյու տա եւ այլն, բայց հանրայինը դա մեր բոլորինս է, դա Փաշինյանի անձնական հեռուստաընկերությունը չի։ Մեր բոլորիս հեռուստաընկերությունը պետք է ծառայի բոլորին, ոչ թե մեկ անձի, ով որ այդ պահին իշխանության է։ Սա դες հնուց եկած ավանդույթ է, որ այս իշխանությունները մեծ հաճույքով են սահմանադրություններ են հակել է իրենց այդ հակով այդ պիջակը, այդ բանն են, այս հանրայինն էլ այդ մտնում է այդ սահմանադրության փաթեթի մեջ, հակել են ու կներեք քշում են։ Վերջ, այսքանը ժողովուրդ